մենք մի այդպիսի առաջարկ էինք ներկայացել, որ եթե քաղաքական ուժը ասենք թե 1 կամ 2 ազգային ժողովի ընտրություններին չի մասնակցում, նա ընդհանրապես գրանցումը դադարեցնել։ Հա, այսինքն օրինակ հիմա դու ուղղակի գրանցված ես։ Եվ ասում եք չպետք է դառնա այնպիսի մի ընկալում հանրության մեջ, որ կուսակցությունը դառնում է նաև շահույթ ստանալու նպատակով, հա, բիզնես որպես պրոյեկտ, հա, որտեղ ցավոք սրտի այդ կա։ Բայց իմ համոզմամբ պետք է նաև հստակ լինի նաև մոտեցումը, որ պետության ինքնիշխանության, անկախության, սահմանության առաջի հոդվածով հիմնարար սկզբունքներ, ժողովրդավարական, իրավական, սոցիալական եւ ինքնիշխան պետության, այդ սկզբունքների դեմ հանդես եկող ցանկացած քաղաքական ուժ պետք է գործունեություն դադարեցնել։ Սա միանշանակ, որտեղ սա ընդ որում իհարկե շատ բարձր բանով է դրված, կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել միայն սահմանադրական դատարանի որոշմամբ։